Պատրաստում ենք հավի մսով հարիսը։ Ինձ մոտ հավի միսը տնական է, որը լավ մաքրել, լվացել և մասերի են բաժանել այն։ Դնում ենք եփվի այն, որից հետո հեռացնում ենք քափը։ Տնական հավը եփվում է շատ ուշ և ոսկորից դժվար է անջատվում, որի պատճառով էլ ես առանձին ոսկորահան չեմ անում։ Երբ միսը արդեն բավականաչափ փափկել է եփվելուց հետո, ավելացնում ենք նախօրոք լվացած և մաքրած հաճարի ձավարը, մոտ 200 գրամ։ Ընթացքում պարբերաբար խառնելու ենք, որպեսզի հաճարը չկպնի տակից։ Աղը ավելացում ենք, երբ միսը բավականաչափ եփվել է։ Շուտ ավելացնելու դեպքում աղը չի թողնում միսը եփվի և ձգում է այն։ Երբ արդեն գրեթե պատրաստ է, համեմում ենք սև պղպեղով։ Ընթացքում պարբերաբար պետք է խառնել, քանի որ կպնում է տակից։ Եփվելու է այնքան, որ միսը ոսկորից անջատվի։ Միսը հետը մոտավորապես եփել եմ 8 ժամ։ Կարագ չեմ ավելացնում, քանի որ միսը բավականաչափ յուղոտ էր։ Հեղուկը արդեն բավականաչափ քաշել է, իսկ միսը արդեն հեշտությամբ անջատվում է ոսկորից, ուրեմն պատրաստ է։ Նշեմ, որ տնական հավի մսով ստացվեց ավելի համեղ։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք և լայքեք այն։